Այսօր ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդի վիճակը 50%-ով ավելի է բարելավվել, քան 2018 թվականին էր։ Եվրոմեդիա 24-ը այս առթիվ հարցախույզի միջոցով Երևանյան փողոցներում քաղաքացիներից փորձեց պարզել, թե ինչ են կարծում այս մասին, արդյոք մինչև 2018 թվականն էր լավ, թե հիմա։ Ժողովուրդը հիմա է ավելի լավ ապրում, թե մինչև 2018 թվականը։ Վարչապետը քանի հոգու է շփվել տոկոսայինից ելնելով, կարծում եմ չի շփվել, դա ընդհանրապես խոսքեր են։ Այսինքն չի համապատասխանում իրականությանը։ Ես չեմ կարող ասեմ ինչ համապատասխան իրականություն, քանի որ ինքս չեմ շփվել ոչ 50-ի, ոչ 100-ի, առալ ես ոչ մի տոկոսի հետ։ Դա ընդհանրապես խոսքեր են։ Ըստ ինձ երևի ըստ իրականության մարդիկ օրորի դեպի վադն են գնում, այնպես չէ ժամանակ շատ լավ են ապրել, բայց հիմի արդեն կորզանման եզրին ենք, որ 5 է պակաս մեր հայրենազարգման ու ոչնչացմանը։ Իսկ այստեղ ինչու է Նիկոլ Փաշինյանն ասում, որ մարդիկ հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Տեսեք, երբ Սադանան Չարիկը խոսում է լավ բաներից, ինչ որ ճիշտ բաներ է ասում, Սադանան միշտ դավեր են ուտում, դրա համար էլ ինքը լավ, չգիտեմ, ասֆալտով կամ մնացած բանով մարդկանց լավով խապելով, բայց մեզ ստանում է կորզանման, ինչպես 1915 թվականին, ինչպես Սումգայիթին, թուրքերը ներսից պատել էին, չեկան ոչ Աֆրիկայից, ոչ Ազիայից, մեր հայրենիքի մեր տան մեջից մեզ սպանեցին, քանա ժամանակ մորտեցին, հայրենազարգեցին, ու այս թուրքերը նույն ենիչերներն են, տարբերություն չկա, ուղղակի հայկական ազգանուններով ու անուններով։ Ժողովուրդը 18 թվականից հետո մի քիչ սկսեց լավ ապրել, բայց հիմա շատ ավելի վատ է ապրում, շատ։ Իսկ այստեղ ինչու է Փաշինյանն ասում, որ 50%-ով բարելավվել է ժողովրդի վիճակը։ Ասում է էլի։ Չգիտեմ ինչի ասում։ Այդպես չի ամեն դեպքում։ Չեմ կարծում։ Ժողովուրդը շատ վատ վիճակում է։ Շատ քիչ տոկոսն է հիմա լավ ապրում, իսկ այն ժամանակ մեծ մասը լավ էր ապրում։ Իսկ այստեղ ինչու է Փաշինյանը նշում, որ հիմա 50%-ով բարելավվել է ժողովրդի վիճակը։ Դե ասելը շատ քիչ է, պետք է փաստացի լինի դա, իսկ փաստացի վատ է։ Երբեք լավ չէ։ Իսկ ինչու է Փաշինյանն ասում, որ հիմա բարելավվել է վիճակը ժողովրդի։ Ժողովուրդ չեն դեմին չի։ Դե ինքն ասի, սաղն էլ հասկանում են։ Ինքը իր ասածին հավատում է։ Բայց այդպես է թե ոչ։ Իհարկե ոչ։ Մինչև 18։ Եթե քաղաքական ենթատեքստ ունի, փորձում եմ չպատասխանել այս հարցին, որովհետև գիտեմ, որ գնալով վատանալու է, ինչքան էլ որ մենք ուզենանք լավացնենք։ Այդ մի քիչ լավ ու վատ ապրելը հարաբերական է, բայց որ հիմա խնդիրները կարծես թե ավելի շատացել են միանշանակ Ազիզ ջան։ Այստեղ ինչու է Փաշինյանն ասում, որ 50%-ով բարելավվել է ժողովրդի վիճակը։ Թող ասի, էլի մտքով անցնում է, ասում է, ինչ ուզում է թող ասի։ Ասածները այնքան էլ հիմք չենք ընդունում։ Բնականաբար մինչև 18։ Իսկ այստեղ ինչու է Փաշինյանն ասում, որ քաղաքացիները հիմա 50%-ով ավելի լավ են ապրում։ Դե Փաշինյանը, չգիտեմ, մի քիչ դեկրատացված է, ներելի է, բայց որ ինքը չի ընդունում, որ ինքը դեկրատացված է, դա վատ է, էլի։ Ինքը պետքա լքի։ Ինքը պետքա լքի ոչ միայն ղեկավարությունը, ոչ միայն կառավարությունը, այլ նաև հայրենիքը։ Ժամանակին Վանաձոր քաղաքում սովետի ժամանակ կոմ կոչվում էր Կիրովական։ Փանոյանի անվան հիվանդանոց կար։ Փանոյանը մեծ գիտնական է։ Դա հոգեբուժարան էր։ Ես միշտ մտածում էի, որ մանավանդ ինքը այդ կողմերից է։ Մտածում էի, որ ինքը կարող է ժամանակահատված լիներ, որ կանգնած լիներ, բուժված լիներ, հաշվառման վերցրած լիներ Փանոյանի անվան հիվանդանոցում, բայց ոնց տեսնում ենք, չէ։ Ինչ ասեմ, ինքը պետք է հասկանա ժողովրդին, մեղքն է ժողովուրդը։ Բան չունեմ իր անձի հանդեպ, բան չունեմ իր երեխեքի հանդեպ, մի քիչ դաստիարակությունս թույլ է տալի, որ չկպնեմ երեխեքին։ Կնոջն է ոչինչ չունեմ ասելու։ Հիմա այդ աղջիկն էլ տենց է ծնվել, մեծացել, ոչինչ, իր մամայից է, պապայից է, չգիտեմ։ Բայց չէր կարելի այս պետությանը սենց անել։ 10 մատ կա, դրել է 10 մատի վրա պարացնում է։ Այս անելու բան է։ Հենց նոր եկեղեցի եմ մտել։ Ես ինքս որ տենց մոլի հավատացող չեմ, բայց էլի մտել եմ, ներողություն եմ խնդրել իր փոխարեն, որ ինքս ապորինի, ինչ բառ ասեմ, որ այո, ապորինի արտահայտություններ անում, ոչ օրինական, ոչ միայն ինքը բարոյապես կայուն չի, այլ հոգեպես կայուն չի, այլ չգիտեմ, որ բառը գտնենք հոմանիշ, ինքը ոչ սինոնիմ ունի, ինքը մենակ անտոնիմների շարան է իր մոտ, ինքը այնքան աուբիժնիկ, անդադ անտոնիմ, ինչի, սինոնիմ չունես դու մի բանի հետ համեմատես։ Հիմա այդպես չի կարելի ասել, հիմա է լավ, առաջ է լավ, այդպես բան ոնց կարելի ասել,
Եթե մարդիկ աշխատում են, ուրեմն լավ են ապրում, պիտի կարևորը աշխատանքն է։ Աշխատանք կա։ Ասում է, որ 50%-ով ավելի է լավացել ժողովրդի վիճակը։ Այդ ասում է այս թոշակի համար, այդ որ հետ է, բայց բոլորը հոչ են հետադարձ, բոլորը հոչ են այդ ձևի անում, չէ, խանութից։ Այդ էլ մինչև 26 թվի դեկտեմբերն է, ու վերջ, այդ շինելու։ Այս հիմա ճիշտ է, լավ եղավ, որ ահագին թոշակի վրա եկավ, թե չէ թոշակը շատ քիչ է, էլի։ Բայց գոհ եք ընդհանուր թոշակից։ Չէ, քիչ է թոշակը շատ։ Եթե մեզ օգնող չլինի, ասենք աղջիկս այդ թոշակով ապրել հնարավոր չի։ Այս բարձը հոսանքա, մանա չի հերիքում, թոշակը վաբշե։ Հիմա ավելի լավ է ապրում։ Ինչով, ինչ առումով։ Դե գործը լավացել են մարկանց, հաջողություններ են գրանցում։ Տենց։ Երևի հիմա ավելի լավ է, ըստ ինձ։ Ինչով։ Ես ամեն ինչով լավ է։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ 50%-ով ավելի է լավացել ժողովրդի վիճակը, համաձայն եք թե ոչ։ Հա, երևի թե այո։ Կարծում եմ հիմա Ինչով։ ամեն ինչով երևում է մարդիկ ուրախ են, իրար դեպքից ծիծաղում են, ժպտում են։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ 50%-ով ավելի է լավացել ժողովրդի վիճակը, համաձայն եք։ Երևի որ ասում եմ, ուրեմն ճիշտ է ասում, չգիտեմ ես ճիշտն ասած։ Բայց իմ տեսածով ժողովուրդը ավելի լավ են հիմա զգում իրաց, քան ստեն։ Գիտեք, դա ամեն ինչը հարաբերական է, գիտեք, հարաբերական է։ Միգուցե մեկի համար լավ, մյուսի համար վատ, հարաբերական է։ Իսկ կողմ եք Փաշինյանի այն հայտարարությանը, որ 50%-ով ավելի է բարելավվել ժողովրդի վիճակը։ Գիտեք, ախր դե ստատիստիկան համենայնպես ես Հայաստանում չեմ ապրում առանձնապես, բայց ոնց որ գալիս տեսնում եմ համենայնպես կոռուպցիան բավական քչացել է։ 18 դժվար է ասել, ամեն թվականը իր առավելություն ունի, հիմա դժվարանում եմ ասել, ճիշտն ասած։ Ինչ որ լավ բաներ եղան, որ մենաշնորհները ազատվեցին մենաշնորհներից, որ այս ինչին պիտի պեսոկ բերի, ինչ պիտի չէ, այդ կողմը իհարկե ազատագրեց։ Մեզ մեր ժողովուրդն է պահում, միայն մեր ժողովրդի տաղանդը։ Ես միայն ասում եմ, որ մեծ նշանակություն ունի պրոֆեսիոնալիզմը։ Ամեն մեկը եթե իր գործը լավանի, աշխարհն է կլավանա, մեր վիճակն է կլավանա, իրանք է անուն կդվեք ձեռք բերեն, Հայաստանն է ձեռք բերեն։ Ինչ կարծիք ունեք այն Փաշինյանի այն խոսքի մասին, որ 50%-ով հիմա ժողովրդի վիճակը ավելի է բարելավվել։ Դե ես դժվարանում եմ, ես երաժիշտ եմ, դες հարցերով չեմ զբաղվում, իրանք պիտի որոշեն ինչ ոնց է, տոկոսով թե ինչով է, ամեն մարդ իր գործը եթե նորմալ անի, երևի ավելի լավ կլինի։ Հույս ունենանք, որ լավ կլինի։ Ժողովուրդը միշտ էլ վատ է ապրել։ Համատական նայածում մասով ենք տանում, եթե ընդհանուր վիճակագրական տվյալները բնականաբար ավելի լավ հիմա է, որովհետև համախառն ներքին արդյունքը աճել է, ու բնակչությունն էլ կարելի ասել չի աճել, դեպի նվազել է, ստացվում է, որ ավելի շատ հիմա է ժողովուրդը լավ ապրում։ Զուտ նաև սոցիալապես անապահովների բանը հաշվի առնելով թոշակներն ավելի համատաբար բարձր, երբեք չի եղել, որ այս կարգի թոշակներ լինեն, ու համատության կարգով հիմա ավելի լավ է։ Այսինքն Փաշինյանի հայտարարությունը ճիշտ է, որ 50%-ով ավելի է բարելավվել ժողովրդի։ 50%-ը չափազանցված է։ Բայց հա, բնականաբար ավելի քիչ, դենտեղ գնաճ հաշվի չի առնում եւ այլն։ Լիքը գործոններ կան, որը պետք է հաշվի առնվի, բայց ընդհանուր առմամբ դեպի լավը կա համատած։